Ժամանակն է, որպեսզի վերականգնում են այն ավանդույթները, որ ցանկացած որոշ հիմքում իսկապես պետք է դրված լինի հենց գիտությունը։ Եվ քանի որ այսօր Հայաստանը կանգնած է լուրջ տնտեսական սոցիալական ճգնաժամի առջև, ապա առավել ևս տնտեսագիտական համալսարանի որպես հրամայականի, որպես գիտական հիմք հանդիսանալու տնտեսության զարգացման համար, լինի Հայաստանի Հանրապետության մակարդակով եւ Երևան քաղաքի մակարդակով, միանշանակ շատ կարևորում եմ եւ կարևորում եմ այն մտավոր ներուժը, որը կենտրոնացած է հենց տնտեսագիտական համալսարանի ներսում։ Իսկ ինչ վերաբերում է մեր Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական խնդիրներին, որը կարծում եմ յուրաքանչյուրիս է մտահոգող։ Անկախ նրանից մենք Երևանում ենք ծնվել թե ոչ, հիմա ապրում ենք այստեղ, կիսում ենք այդ մարդկանց հոգսը, կիսում ենք մեր բոլորիս հոգսը։ Ինչ վերաբերում է բեռնաթափմանը, բոլորս խոսեցին, որ պետք է բեռնաթափվի։ Ես կարծում եմ, բեռնաթափման լավագույն ճանապարհը, եւ դա ոչ միայն Տարոն Մարգարյանի խնդիրն է, այլ նաեւ կառավարության խնդիրն է, մարզային լուրջ մշակութային եւ մարզամշակութային կյանքի կրթական կյանքի բարելավումը։ Այսինքն, եթե կգա մարզում կրթական չափանիշները բարձր մակարդակի վրա են գտնվում, մարզամշակութային ակտիվ կյանք է գնում, բարոյահոգեբանական այնպիսի մթնոլորտ է ստեղծված, որտեղ երիտասարդը ակտիվ դրսևորվելու հնարավորություն ունի, չեմ կարծում որևէ երիտասարդ նախընտրի գալ թողնել իր այսպես ասած տունը, գալ դժվարին պայմաններում կենտրոնանալ Երևանի վրա։ Ուրեմն պետք է աշխատանք անել այդ ուղղությամբ։ Դա ամենակարևոր նախապայմանն է այդ բեռնաթափումը իրականացնելու համար։ Եվ ամենակարևորը ես կուզենայի, որ իսկապես ցանկացած խնդրին առաջ գալիս մենք բռնենք գիտությունը։ Այսօր քանի որ բավականին իսկապես կուտակվել է խնդիրը, ապա պետք է ունենա որոշակի, այսպես ասած, ծախսերի ճրճատում պարունակները։ Տեսեք, մենք Ամանորի շեմին ենք կանգնած, իսկապես քաղաքը շատ գեղեցիկ է, շատ շոյված ենք այդ վերաբերմունքից, բայց միևնույն ժամանակ եթե երկիրը այսօր կանգնած այսպիսի սոցիալ-տնտեսական պայմանների վրա, ապա հնարավորինս պետք է կրճատվեն այդ ծախսերը, նմանատիպ ծախսերը, եւ դրանք ուղղվեն լուրջ հիմնախնդիրների լուծմանը։ Իսկ լուրջ հիմնախնդիրը ես այսօր տեսնում եմ տրանսպորտի համակարգի հիմնախնդիրը, եւ անկեղծ ասած մի համար անհասկանալի մնաց, ինչ տարի ժամկետում է հնարավոր այդ խնդիրը լուծել, եթե շատ կարճ ժամկետում կարելի է պայմանագրել խնդիր ենթադրել որևէ տրանսպորտային կազմակերպության հետ, որ 20 տարիների ընթացքում միմիայն 20-30 տարիների ընթացքում միմիայն այդ կազմակերպություններից է պարտավորվում տրանսպորտ ձեռք բերել, լիզինգային ճանապարհով այդ տրանսպորտը ձեռք բերել եւ հետո տարիների ընթացքում մանել։ Այսինքն կան հիմնախնդիրներ եւ ամենակարևորը, որ ուզում եմ նշել, սիրելի գիտության ներկայացուցիչներ, իսկապես հաճելի է լինել ձեր մտորով։ Քաղաքը պետք է ունենա մտածողություն, քաղաքը պետք է ունենա քաղաքականություն, քաղաքը պետք է ունենա ընդհանուր մտածողություն եւ մտքերի փոխանակություն ոչ միայն տարբեր մարզերի քաղաքների եւ գյուղերի, այլ նաեւ իսկապես համաշխարհային մեր, այսպես ասած, այլ պետությունների քաղաքների հետ։ Այսինքն մենք պիտի զգանք, որ կրում ենք մի արժեհամակարգ, որը մայրաքաղաքի արժեհամակարգն է, որը մայրաքաղաքի մտածողությունն է եւ այդ մտածողությամբ թելադրված յուրաքանչյուրս, այսպես ասած, ծավալենք մեր գիտական կամ ստեղծագործական գործունեությունը։ Ես իսկապես կցանկանայի, որ մենք այսուհետ այս մոտեցումներով մոտենանք մեր մայրաքաղաքի։ Առաջին